Հաղորդման գործընկերն է մարզերի երեխաները մարզերում սոցիալ-կրթական հասարակական կազմակերպություն է, որը տարբեր կամավորական, նախագծահեն կրթաժամանցային ակտիվությունների միջոցով ստեղծում է մարզերի երիտասարդ առաջնորդների ցանց։ Մերի ջան, ողջույն, մերսի, որ ընդունեցիր, շնորհակալություն, որ ընդունեցիր հրավերս։ Ես անկեղծ շատ ողջավորված եմ, որ այսօր խոսելու ենք։ Մեր պոդքասթը նրա մասին է, ավելի ճիշտ այն մարդկանց մասին է, ովքեր հիմնական Երևանից տեղափոխվել են մարզեր կամ արտասահմանից են տեղափոխվել մարզեր եւ ցանկանում ենք այսպես մեր փորձը փոխանցել մարդկանց, վստահ լինելով, որ լիքը մարդկանց միտքը ծուռ է, հա։ Դրա համար կուզեմ պատմես քո պատմությունը, որտեղ եք, ինչ եք եկել, ինչ եք անում, որտեղից եք գնացել, այսպես կարճ էլի։ Հետո կզարգացնենք։ Ողջույն Մայիս ջան, բարի լույս, հրաշալի Ստեփանավանից։ Միանգամից պատասխանեցի հարցին երևի վերջից սկսեմ։ Ստեփանավանի մասին շատ լավ արտահայտություն արեցիր, ինչի ենք հիմա Ստեփանավանում, որ շատերի միտքը ծուռ է։ Միտքս սկսվել է ծռվել երևի 5 տարի առաջ, եւ այս տարի վերջապես համարձակությունը եւ հանգամանքները այնպես դասավորեցինք, որ վերջնական տեղափոխվենք Ստեփանավան։ Ինչով ենք զբաղվում։ Բիզնեսով փոքրիկ հյուրանոց ռեստորան ունենք, սկսել ենք շատ փոքր տեղից, գաղափարը եղել է ընդամենը հյուրատուն, կամաց զարգացրել ենք եւ 3-4 տարի արդեն հյուրանոցը աշխատում է, վերջին 1 տարին նաեւ ռեստորանը։ Ուրեմն այս տարի օգոստոսն էր, դուք ձեր ընտանիքը, ձեր գեղեցիկ ընտանիքը հերթական անգամ Ստեփանավանում էին, այտենց գրեթե վստահ է, որ դե սա դասերը կսկսենք գնան, մեկ էլ կինս եկավ ասեց, բա մերիենք, վարդանենք, արագ գնացին երեխեքի թղթերը հանեն, դպրոցներից տեղափոխեն Ստեփանավան, այսինքն շոկ էր մոտս, ասում եմ միթե այդքան պրագմատիկ մարդիկ դուս եկան, ընդ որում ուզում եմ ասեմ, որ այս պրագմատիկ բառը ես օգտագործում եմ քաջ բառի փոխարեն, էլի, հա, կարա չէ զարմանա ասեի, միթե տենց դուխով մարդիկ դուրս եկան, հա, տենց, բայց չէ, հենց պրագմատիկ, այսինքն իմ աչքերում, Մերի ջան, դուք վճռական որոշում կայացրիք երջանիկ լինել։ Ու ուղղակի ոնց որ արդեն ես հասկացա, որ դա կուտակվում էր, եւ ուղղակի այսպես ձեռը խփեցիք սեղանին, ասացիք մենք ուզում ենք սա, մենք պետք է անենք սա, ու այլ զրկանքների բան չանենք։ Ու անկեղծ ասած, ձեր գործունեությամբ եւ ձեր բերած մշակույթով ի նկատի ունեմ բիզնեսի հյուրընկալության ոլորտում եւ ձեր քաղաքացիական ակտիվությամբ հարստացեցիք այս քաղաքը, բոլորիս տրամադրությունը բարձրացել է, էլի։ Բայց կխնդրեմ մեկնաբանես տեսնես իմ տպավորությունները ճիշտ էին թե չէ։ Շնորհակալ եմ Մայիս ջան, այդ շատ ոգևորվող է։ Դե տեղափոխությունը ինքը իր մեջ մի փոքր ստրեսային բան ներկայացնում է։ Ճիշտ է, մենք Հայաստանում ենք ու Հայաստանի ես ինքս ու իմ ընտանիքը ամեն անկյունը սիրում ենք ու փորձում ենք լինել ամեն անկյունում, այսինքն մենք տարբերություն չենք դնում, հա, որ մենք Երևանում ենք, շատերը կան, չէ, հիմա այդ ջրբաժանները ամեն տեղ են, հա, ես եմ հարևանիս այդ գորգն է, հա, իմ տունն է, կենտրոնն է, Դավթաշենն է, Բանգլադեշն է, Աբարանցի է, Ստեփանավանցին է, ես այդ արտահայտությունները ու մենք ընտանիքում հանել ենք ընդհանրապես շատ վաղուց, այսինքն կանք մենք, կանք մարդիկ ու հանգամանքների բերումով, հա, մարդիկ տարբեր տեղեր են ոնց որ գտնվում, շատ իհարկե շրջապատում լինում են, որ այդ բաժանումները դեռ կան ու այդտեղից սկսեմ, հա, շատ հաճելի է, որ Ստեփանավանում մարդիկ շատ գրկաբաց են, շատ բարեհամբույր են ու դուք եւ ձեր ընտանիքը նույնպես, հա, այդ բաղկացուցիչ մասերից մեկն եք, այսինքն երբ որ դու այդպես բաժանում չես դնում ու դիմացի մարդիկ էլ քեզ առանց այդ բաժանումը ու պիտակավորմամբ են ընդունում, դա միանգամայն sense հաճելի ու ոգևորող փաստ է։
Մյուս կետին անդրադառնամ ու մեկնաբանեմ, իրականում այս տեղափոխությունը եղել է երազանք, բայց պատկերացում անգամ չունեի, նույնիսկ օգոստոսի սկզբին, որ դա կարա լինի այս տարի։ Քանի որ մենք պատասխանատվություն ենք կրում երեխաների հանդեպ ու մտածում ենք, որ երեխաները դե այնտեղ դպրոց են գնում, դպրոց տեղափոխություն, դասարան, միջավայր իրանց համար կարող է մի փոքր սթրեսային լինի։ Եկել էինք ուղղակի ամառը այստեղ մնայինք ու օգոստոսին վերադառնայինք։ Ու պատկերացրեք ինչքան իմ ու ամուսնուս Վարդանի համար ինչքան հաճելի էր, երբ որ երկու երեխաները սենց մի երեկոյան նստած խոսում ենք, որ օգոստոսի երկրորդ կեսն է, բոլորս գիտենք, որ արդեն այնտեղ գրքերի բաժանման, դպրոցի այդ process-ը սկսում է, ու ասում եմ երեխեք, երևի թե մի 3 օրից մենք արդեն վերադառնում ենք Երևան, ու երկու տղաները սենց նայում են իրար, իսկ ինչի ենք վերադառնում, իսկ չեն կարա մնանք։ Այսինքն դա առաջի անակնկալն էր մեր համար, որ այդ բնական ցանկությունը իրանցից եկավ, ոչ թե մենք ասենք, «Վա, երեխեք, մեր գործը ստեղ է, գիտեք, մենք հոգնել ենք Երևանից», եւ շատ այդ կետերը, բազմակետերը շատ են կա շարունակելու, եկեք տեղափոխվենք, այդ բնական ցանկությունը իրանցից եկավ, այսինքն երեխեքը ստեղ իրանց զգում են հիանալի, որը մեր համար էլ ավելի, այսպես երջանկության նման մի բան է։ Այնտեղ մնում էր տեխնիկական հարցեր լուծել, գրեթե 2-3 օրում երկու դպրոց տեղափոխելը այդ հեշտ գործ չէր, բայց օգնեցին երկու կողմանի, եւ այստեղի դպրոցի տնօրենները եւ այնտեղ արագ այդ թղթերը կազմակերպեցինք, վարձով տուն գտանք եւ մտանք նոր կյանքի նոր փուլ, որը շատ հաճելի է։ Երեխաների պահը տենց շատ շատ չէ, մի քանի ընտանիք գիտեմ, որ կոպիտ ասած, եթե իրանցով լինեին մեծերը, նմանատիպ որոշումներ կանեին, բայց երեխաներով պայմանավորված ինչ որ իմաստով շղթայված են, բայց տվյալ դեպքում երեխեքը ոնց որ Նպաստեցին, մեր մոտ նպաստեցին։ կամա ազատագրեցին ձեզ, էլի։ Այո, Ես հիշում եմ, որ նախորդ տարիներին կարծեմ մեծ տղատ դեռ այդքան չէր նախընտրում, հա։ այո։ Այս համար ինչ փոխվեց, որ ինքը սկսեց նախընտրել մնալ եւ դրանով իսկ կոպիտած 100% սարքեց ողջ ընտանիքի դիրքորոշումը կոնսենսուսի եկավ, էլի։ Ինչով էր տարբերվում այս ամառը։ Կարծում եմ ավելի երկար մնալով էստեղ, քանի որ նախորդ ամառները ես աշխատում էի Երևանում եւ մենակ կարողանում էի այստեղ գալ մնալ շաբաթ կիրակի, իսկ այդ գրեթե 1 օր էր, այսինքն մենք շաբաթ գալիս էինք, կիրակի երեկոյան վերադառնում էինք, ու կարծում եմ մեծ տղաս Նարեկը այդ 1 օրում չէր հասցնում իր համար այդ երկար ճանապարհ էր գալ ու վերադառնալ, հա։ Քանի որ այս տարի արդեն փետրվարից ես այնտեղի գործից հրաժարվել էի, այսինքն մի հատ մեծ քայլ արդեն արել էի այստեղ ավելի շատ երկար ժամանակ լինելու, ամառը մենք 3 ամիս ժամանակ ունեցանք մնալու, ու իրենք ավելի շատ շփվեցին, ժամանակ ունեցան շփվեն, տեսնեն, այստեղ ինչ կարելի է անել, որ այստեղ կյանք կա, ավելի պայծառ, ավելի սիրուն, բնություն կա, ազատ են, այդ ավելորդ աղմուկից, որ իրանց կյանքը լցնում է Երևանը, այդ աղմուկից ազատվեցին, թվում է թե այնտեղ շատ բան կա անելու, ես նաև իրանց կարծիքն եմ, հա, լսել, երեխեքի հետ նաև խոսել ենք, հա, մեծը դե 16 տարեկանը կյանքի ընկալման ուրիշ փուլում է, 8 տարեկանը ուրիշ փուլում է, հա, ու երկուսն էլ միաժամանակ ասում են նույն բանը, հա, այստեղ մենք ավելի շատ բան կարանք անենք, շատ հետաքրքիր է այդ։ Այսինքն Երևանում կա ամեն ինչ փայլուն է, ամեն քայլափոխին ամեն ինչ կա, բայց ժամանակը չի բավականացնում, հա, դարձել ենք այն մեծ մեգա քաղաքներից, որտեղ քեզ A կետից B կետ հասնելու համար մոտ 1-ից 2 ժամ է պահանջվում, իսկ օրը չի հերիքում, էլի, ինչ որ գործողությունների քանակ անելու։ Ինչքան հետաքրքիր բան ասեցիր։ Ահա որ հետաքրքիր բան ասեցիր։ Վերջերս ընկերներից մեկի հետ էի խոսում, ով դասավանդում է եւ Երևանում ֆիզմաթում եւ դասավանդում էր Լոռու Քոաֆում։ Ասում եմ, որտեղ է երեխեքն են ուժեղ։ Ասում է հարցը ուժեղը չի,
եթե տենց վերցնես ֆիզմաթը ավելի մասնագիտացած է, ասում եմ, բայց հենց քո նշած հանգամանքը, որ երեխեքը հենց ուզում են ոգևորվեն, մաման կամ պապան գալիս են տանում են հաջորդ խմբակը, խեղճ մաման պապան էլ հազիվ են այդ ժամանակը գթե, ասում չեն հասցնում ոգևորվեն։ Ասում այստեղ լորում, չգիտեմ, ռոբոտը դնում ես, աշկը թարթում ես լվացվելու, գալու ես դնում ես քանդել են ռոբոտը արդեն, որովհետև երեխեքը ունեն բավարար էներգիա կենտրոնանալու եւ ոգևորվելու, հա։ Ես իրոք մի քիչ խորացանք, սկսեցի հասկանալ, որ խեղճ երեխեքը խմբակից խմբակ, ստիպված հարմարվելով մամայի, պապայի գրաֆիկին, հա, մաման, պապան էլ իրանց հազիվ կոպտ ասած իրանց գրաֆիկից դուրս բերելով այդ պատուհանը, որ պիտի գնան երեխեքին այց բեկետ տեղափոխեն, իրականում մի հատ բան է, մի հատ գերության ձև է։ Եվ ես վստահ եմ, որ այս բառացի վերապատմեմ, չեն հասկանա մարդիկ, ինչա նշանակում երեխեն ասեց, թե ավելի շատ բան կարամ անեմ, բայց ես հասկացա, որտեվ ես հասկանում եմ, որ իրականում այնտեղ ոնց որ հոսքագծի վրա ալնես, հա, A սեկցիայի ժամանակն է, B սեկցիայի ժամանակն է, C սեկցիայի ժամանակն է, ու երեխեն այդ ազատ շնչելը, ազատ գործելը, հա, այդ ամեն ինչը բան չան, կարող չան։ Ինձ թվում է ես հասկացա եւ կխնդրեմ դու հաստատես դա կամ հերքես, արդյոք մի գծի վրա ենք։ Այո, ու արդյունքները ընդհանրապես մենք հիմա նոյեմբերի 18-ն ենք, չէ՞։ 2.5 ամիս է անցել սեպտեմբերից, երկուսի մոտ էլ կա փոփոխություն զգալի չափով, հա, 2.5 ամիսը դեռ եւ շատ է եւ քիչ է, հա, հասկանալու համար իրանց մոտ կա այդ փոփոխությունը, արդյունավետությունը սովորելու, հետաքրքրությունները բավարարելու, այդ ուղղակի ակնհայտ է։ Մի հատ բան ասեմ, ուրեմն 3 տարի առաջ այդ 6 տղայիս մասին է խոսքը, իր երազանքն էր սաքսոֆոն նվագել, Երևանում առանք ու ավելացավ իր գրաֆիկին եւս մի պարապմունք, հա, ու լրիվ ոնց նկարագրեցիր Մայիս ջան, լրիվ նույն վիճակով, հա, որպեսզի ես իրեն 8 դասի տանեի, գործից դուրս էի գալիս, հասնում էի իրան վերցնում էի, տանում էի, հասցնում էի այդ կետը, հետո տաքսիով պայմանավորվում էի, որ իրան տուն տանեին, ինձանից խլում էր մոտ 2 ժամ, իրանից ընդամենը 40 րոպե նվագելու համար, մոտ 3 ժամ գնաց, հա, օրվա մեջ մասը դրանից, որովհետև քաղաքի այս կետից են կետը, որտեղ բնակվում ենք, որտեղ ուսուցիչներ, ուսուցիչը շատ գովեց իրան, ասեց բացառիկ սլուխ ու տաղանդ ունի, 12 տարեկանում որևէ երաժշտական կրթություն չունենալու, ուղղակի սենց սաքսոֆոնի գործիքին տիրապետելու, ու ասեց դե արի քայլեր անենք, բայց ընդհանրեն այդ 8 դաս հետո ինքը ուղղակի հոգնեց, գործիքը փակեց, դրեց դարակում եւ մնաց։ Այդ գործիքը որպես զարդ վերել էինք այստեղ Կոլայվում կախել էինք, հա, բանում, ռեստորանում։ Հարգելի ընկերներ, Մարզեի երեխաները մարզերում սոցիալ-կրթական հասարակական կազմակերպությունը առաջարկում է դառնալ մարզեցի որևէ երեխայի զարգացման հանձնառու, Ռեարմենիա հարթակում բաժանորդագրվելով ամսական 8000 դրամով։ Մանրամասները կարող եք տեսնել այս հոլովակի տակ։ Դրա դիմաց մեր կազմակերպությունը տվյալ երեխայի մասին 2 ամիսը մեկ մանրակրկիտ հաշվետվություններ կուղարկի, որպեսզի դուք տեսնեք նրա աճը ամենատարբեր ուղղություններով, ինչպես նաև կկազմակերպի ձեր դեմ-առ-դեմ հանդիպում։ Շնորհակալություն։ Սեպտեմբերին գնաց նոր դպրոց, հա, թվում է թե սպասում ենք, ոնց ընկերների հետ կմերվի, ոնց կլինի, ստրես կլինի, առաջի մի քանի ամիսը վատ կսովորի, կադապտացվի եւ այլն։ Սովորելու մասին խոսք չկա, ամեն ինչ տեղներ։ Մի ամիս հետո հոկտեմբերի 5-ին, երևի թե ճիշտ եմ ասում, հենց 5-ին երաժշտության միջազգային օրն էր ու դպրոցում այսպես կազմակերպում են երաժշտական տոն, Նարեկը տենց լեզվի ծայրով այսպես ասած ասում է, գիտեք, ես սաքսոֆոն ունեմ, մի թեթև տիրապետում եմ, մի անգամից երեխեքը դպրոցի ուսուցիչները վերցնում են, բա բեր, բա մի հատ նվագի, ու նենց են իրան ոգևորում, դե պարզա, հա, այդ 3 տարի չէր նվագել ու տենց մասնագետ էլ չէր, մի խոսքով ինքը համերգին մասնակցեց մոտ 7-ից 8 ելույթով, Հələ մի բան էլ հերիք չի, այնտեղ քթիթակ ինչ որ երգում է, ինչ որ երգի բան են, հա, երգի ելույթ են անում։
երկաբաց, հա, ու ինքը բացվում է, ինքը չի ամաչում, ինքը այդ ժամանակը ունի։ Ես մի հատ կարևոր բան էլի նշեմ, որ բացի այն պարապմունքից պարապմունք, ժամանակ, որը գնում է ճանապարհի վրա Երևանում։ Եթե ես sense մի հատ փոքրիկ թվերը ասեմ, դա ահռելի թիվ է, հա, ուրեմն այստեղ տանից դպրոց հասնելու վրա մենք ծախսում ենք 7 րոպե։ Հիմա կասեք, այդ ինչ թվեր ես հաշվում, բայց տարիներով այնտեղ ապրել, 2 երեխայի հետ աշխատել ու այդ ամեն ինչը հասցնել, այո, ես րոպեները միշտ հաշվել եմ, որ ամեն ինչ կարողանամ հասցնեմ, դրա համար, հա, այստեղ էլ 7 րոպե է տևում։ Երևանում դա տևում էր առավոտյան, դա տևում էր մոտ 45-ից մինչև ժամ 10 րոպե, ուղղակի տնից դպրոց հասնել։ Իսկ դա նշանակում է, եթե դասի պետքա լինել 8:30, տանից պետքա դուրս գալ տենց 7:30, մի տղայից դպրոցը 9-ներ, այսինքն 8:10 կարայինք դուրս գանք, իսկ այդ նշանակում էր արթնանալ 7-ին, տեսեք 2 ժամ ավելորդ ստրես, հա, այդ ամեն ինչը։ Երեկոյան գործից տուն ենք վերադառնում, դե պարզ է, չէ, երեխեքին պետք է այնտեղ ընթրիք անել, ընտանիքով մի փոքր 1000-ից մի անգամ հասցնել գոնե ֆիլմ դիտել, քնել եւ այլն։ Այդ ստացվում էր 10-ի 11-ի կողմերը, քանի որ ժամը 6-ին գործը ավարտվում է, սկսում են հայտնի պրոբկաները եւ տուն ես հասնում էլի 2 ժամ ճանապարհների վրա։ Այսինքն միջինում, իսկ եթե ցերեկն էլ, հա, պարտեզի տարիքի երեխա ունես կամ տարական դասարաններ, որ քեզ պետքա 12:30-ին 1-ին, հա, ընդմիջման ժամին գնալ բերել, եւս 1 ժամ այդտեղ։ 4-ից 5 ժամ Երևան քաղաքում 4-ից 5 ժամ։ Այդ ինչ ահռելի թիվ է։ Մենք կարող ենք հիմա նստել մեքենան 4-ից 5 ժամում գնալ Վրաստան, գնալ, չգիտեմ, Ղափան, հա, օր անցկացնել հետ գալ 4-ից 5 ժամ մեքենայի մեջ, առողջություն, ժամանակ, նյարդեր, այդ հասկանում եք կյանքի քանի որակ ընկավ։ Ես 5 ուղղություն եմ, ես քեզ նենց լավ եմ հասկանում։ Ես միշտ ասում եմ, որ եթե գիտես ժամանակիդ հետ ինչ անես, սրտից տարօրինակ աթալու։ Ցանկացած ավել ժամի համար, ավել 10 րոպեի համար, հա։ Ուրեմն ես այդ խնայած ժամանակը ամբողջությամբ համաձայն եմ, որ օրական 4 ժամվա մասին խոսք է գնում, 3, 4, 4, 5։ Ուրեմն նվիրում եմ ընտանիքիս շատ կարևոր բան, որի համար փոշմանելու եմ հետո։ Ընկերներիս, մարդը սոցիալական կենդանի առանց համայնքի ուղղակի չի կարող առողջ լինի։ Ինքնակրթությանը մենք բույս չենք, մենք պետք է զարգանանք։ Ես ահավոր կարոտ եմ այդ գրքեր կարդալուն, նյութեր լսելուն, ճամփորդելուն, ինչպես նշեցիր, եւ վերջապես վաստակելուն։ Այսօր հնարավոր է, հա, աշխարհի ցանկացած կետից վաստակել, անհրաժեշտ է ներդաշնակություն, ժամանակ եւ ֆոկուս։ Դրա համար եմ էլի կարևորում մարզերում հեռավար աշխատանքի զարգացումը նաև եւ իհարկե այնպիսի ոլորտներ, ինչպես որտեղ մարզն է ուժեղ, հա, туриզմ, գյուղատնտեսություն, էներգետիկա, ինչ որ ենթակառուցվածքներ, ֆրիլանս եւ այլն եւ այլն։ Մերի ջան, ինչպես արձագանքես ձեր միջավայրը։ Ընկերներ, բարեկամներ, ինչպիսի արձագանքներ եղան ձեր այդ կտրուկ գեղեցիկ որոշմանը։ Ովքեր որ հոգու ընկերներ էին, այդ արտահայտությունը ինձ թվում է շատ բացատրել պետք չի։ Իրենք շատ հետաքրքիր ձևով ասում էին, մենք մեր հոգու խորքում սպասում ենք այս քայլին, այսինքն ովքեր որ ճանաչում էին նենց ոնց որ կայինք, մեծամասնությունը, որոնց դու ամեն օր տեսնում ես, հա, բայց իրենք կարող է քեզ այդպես չեն ճանաչում ներսից ոնց որ պետք է ճանաչեն, իրենց համար դա տարօրինակ էր ու անմիտ, քանի որ ու պատճառաբանությունը շատ հետաքրքիր ձևով, որ իմ համար սենց ապշեցուցիչ էր, բա երեխաների մասին չեք մտածում, այսինքն վատ ձևով, հա, բա մեղք չեն այդ երեխաները, որի մեջ այդ արտահայտություններ անողները շարքում եղել են նաև մեր ծնողները, տատիկ պապիկները ու եղել է, որ երեխա են, իրանք շատ են հասկանում, այսինքն կտուժի իրանց կրթությունը, շրջապատից եք իրանց կտրում, ինչ որ տենց բաներից կզրկվեն եւ այլն, հա, ու
ամեն օր ես փաստում եմ, որ ընդհանրապես իրենց կրթությունը չի տուժել, հակառակը իրենք շատ ոգևորված են։ Այստեղի ուսուցիչները, դե փոքր համայնքներում միշտ կա, հա, ավելի սրտացավ են, ավելի այդ բանը չկա հեռավորությունը։ Ես մի հատ այդ տարբերությունն էլ նկատեցի, որ Երևանում այնքան մեծ է համայնքները, այնքան տարբեր են մարդիկ ու հավաքված ա միտեղ, զգում ես, որ ուսուցիչները միջև վերջ անկեղծ չեն երեխաների հետ, այսինքն ինչ որ հեռավորություն են պահպանում, վայն նենց անենք, հանկարծ ծնողին չնեղացնենք, որը բերում է իրա չափի ինչ որ անտարբերության, հա, այսինքն լավա ինչ որտեղ լռեն, ինչա լավ հարաբերություններ պահպանեն, քան անկեղծ երեխու հետևողական լինեն ու ինչ որ բաներ փորձեն իրա մեջ բացահայտեն։ Նաև այդ քանակի ու հոսքի, չէ՞ որ այդ ուսուցիչ չեմ մեղադրում ոչ մեկին, որովհետև այո, այդ հոսքի մեջ Երևանում ապրող ուսուցիչներն էլ են այդ հոսքի մեջ, այդ նույն նյարդերը ժամանակը ծախսում են, ահռելի քանակություն է դպրոցներում, դասարաններում, հա, այստեղ նաև ավելի քիչ է, որը թույլ է տալիս ավելի անմիջական ու ավելի ամեն մի երեխային ավելի շատ ժամանակ տրամադրել ու ավելի սրտացավ լինել։ Ու նաև ինչ որ չափով Երևանում իհարկե ունենք շատ ընկերներ, հարազատներ, իրենք էլ տխրում են, որ ամեն օր չենք կարող տեսնել, բայց պատասխանը մեկն է, ժողովուրդ, մենք չենք գնացել օվկիանոսից են կողմ, այս մեր Հայաստանն է, բոլորիս տունն է, ընդամենը մեզ բաժանում է 2 ժամ, չէ՞ որ Երևանում, երբ որ ես ապրում եմ Դավթաշենում, եթե ինչ որ ծննդյան առիթ է, որ աշխատանքից հետո պետք է հանդիպենք կոնկրետ 5 օրը ժամը 7-ին, չէ՞ որ դուք ենթադրենք Ավանից 2 ժամ ծախսում եք միջև հասնեք այնտեղ։ Այո, այո։ Նստում եք մեքենան, գալիս եք։ Մենք տուն ունենք Երևանում, ու շատ վաղուց ընդեղ ես ծնվել եմ, մեծացել եմ, այդ տունը Աչափնյակում է, Աչափնյակից Վանաձոր տևում է ժամ ու կես, Աչափնյակից Ավան տևում է մի ժամ։ Մի քիչ անհարմար, որ վերցնում ենք։ Դրա համար է էլ կոմպլեքս, պլյուս մի հատ ուրիշ կոմպլեքս կա, մեր Հովսեփները հաճախ պատմում, Ստեփանավան տեղափոխված, ասում էր ինձ ընկերներից ինձ ասեցին, «Բա մի հատ թատրոն չլինի գնաս», ասում է, ասեցի հələ մի րոպե էլի, ինչքան ենք մենք թատրոն գնում, երբ որ դա մեր կողքն է, հա։ Երկրորդն էլ բացի այդ Վանաձորում էլ թատրոն կա, Ստեփանավանում էլ թատրոն կա։ Այո, ես էի ուզում ասել, ու այս տարի էլ երևի թե այդ սաղ հանգամանքները հենց դրանում էր, նույն ընկերներս նայում են սթորիներս ու ասում են, ոնց, ու ես հատուկ եմ ստեղի այդ նաև մշակույթային կյանքը, ինչով որ հասցնում եմ, անպայման տեղադրում եմ, որ մարդիկ տեսնեն, որ ամեն ինչ կա։ Այս տարի առաջին անգամ այդ բացության Անուշ օպերան ֆանտաստիկ էր, հա, այսինքն նաև համատեղ է, հա, այդ ապակենտրոնացումը այդ շատ սիրուն բառ է օգտագործել, ինձ շատ է դուր եկել, ես էլ եմ օգտագործում հաճախ, քեզանից եմ սովորել, որ այդ մենակ Երևանի կենտրոնը չի, մարդիկ հագեցել են, նույն այդ գնացողները համերգներ, թատրոններ, իրենք էլ, իրենց ավելի հետաքրքիր է, երբ որ առաջարկես այլ ֆորմատ, հա, արդեն հոգնել են, դե 1 անգամ գնացին, 2 անգամ գնացին, 5 անգամ գնացին, արդեն իրենց համար հետաքրքիր չի, երբ որ դնում ես մարզում, երբ որ դնում ես այլ բան, իրենց էլ է ավելի հետաքրքիր, էլի։ Այո, ժամանակը քիչ է, ես ուզում եմ շնորհակալություն հայտնեմ, որ ընդունեցիր հրավերս եւ այսպես ասեմ, որ ձեր փոքրիկ անկյունը, ձեր տաճարը, հա, ես տաճար եմ անվանում դրան, որովհետեւ այս ամբողջ պատմության հիմքում Էկոլայֆն է անգած։ Դա նույնիսկ հյուրատուն չի, դա ձեր համար տաճար է, հա, այդ իմաստով Սուրբ տաճար է։ Մենք community building-ում ենք ասում, community տաճարը։ Ինքը այսօր բանը դուք նաև լիքը բան եք փոխում, դուք մշակույթ եք փոխում, ստերեոտիպեր եք ջարդում։ Ես անպայման ասել եմ ուզում ասեմ, որ շատ եմ կարևորում մեր փոքր քաղաքներ դրսից եկած մարդկանց, որտեղ իրանք բերում են իրենց հետ նոր մշակույթ, իրանք համարձակ են, հա, իրանք շատ հաճախ այդ երազանքի համար որոշակի ռիսկ են գնում։ Դուք էլ նույն կետին այսպես անդադ խփելով երևում է այսքան համառ եք եւ եթե չեք ջարդի, ապա համայրը ջարդելու վրա եք, լիքը բաներ եք ջարդել եւ մեր տեղացիներին սովորեցնում եք
որ Ստեփանավանում էլ կարելի է հրաշալի երեկոներ ունենալ, ոչ ստանդարտ, ոչ միայն հայկական պարերով, այլ նաև, չգիտեմ, գարեջրի երեկո, ինչ որ հետաքրքիր ուտեստների երեկո, բանը կենթանի համերգներ ամեն ուրբաթ ու նաև դուք շատ համարձակ եք, հա, այսպես ամառվա սեզոնն էլ վերջացավ, դուք շարունակում եք դա դնել, որովհետև կարծում եմ ձեզ առաջնորդում է ոչ թե արդեն բիզնես հաշվարկները, ռացիոնալ, այլ իմաստների դաշտում ենք մենք, դրա համար ես այսպես ամբողջ սրտով ասում եմ, որ մենք մի թիմ ենք ու մենք դա բոլորս դա զգում ենք, էլի։ Իսկ Ստեփանավանի իմ համար մեկ պատճառը, որ արժեքավոր է, հենց այդ գաղափարական մարդիկ են։ Այնպես որ եկաք եւ եւս հարստացրիք մեր միջավայրը եւ նաեւ վստահ եմ, որ ինչ որ դերակատարել նաեւ են, որ ահագին հետաքրքիր մարդիկ կային, երազող, էլի, ովքեր ոչ թե կասեն, «Ոպեսի չես անում բան, այլ արա»։ Արա։ Չէ՞ Մերի ջան։ Շատ շնորհակալ եմ Այս ջան, այդ մարդկանցից մեկը դու եւ Այդան եք ինձ համար եղել։ Ես Այդային էլ եմ մի քանի անգամ ասել, որ ես երևի այդ նույն ոգևոր ինձ պետք էր մեկը, որ ասեր հա, ինչքան այդ նույն երեկոները կազմակերպել է կամ տարբեր իվենտները, այդ դուք են մարդկանցից եք, որ միշտ ոգևորում եք ու շատ շնորհակալ եմ դրա համար ու ասենց այդ փայլուն աչքերով նույնիսկ ոչինչ որ չասեք ձեր հայացքներից պարզ է որ ինչքան support եմ ձեզանից ստանում ու դա ձեզ հետաքրքիր է, այդ արդեն մեծ օգնություն է, շատ շնորհակալ եմ դրա համար ու շատ ճիշտ կետ կար այդ նախադասության մեջ, որ շահույթը չի, հա, շահույթը չի, հյուրանոցի անունն էլ Eco Life, Eco կյանք Երևանում ապրելով դա մի հատ երազանք էր, փոքր, հա, այդ կղզին ստեղծել Երևանից դուրս բնության մեջ ու ինքը լինի էկոլոգիապես մաքուր ու այն ինչ որ բնությունը տալիս է, այդպիսի կյանք ստեղծել ու հուսով եմ ստացվել է ինքը, ինչ որ չափով դեռ շարունակում ենք այդ ներդրումները ժամանակային, գաղափարական։ Այդտեղ գաղափարն է, այդտեղ շահույթի մասին մեզ չի առաջնորդում շահույթը։ Եթե լիներ շահույթը միայն, չեմ կարծում ինքը կհաջողվեր, ինքը հիմա իր դեմքը փոխած կլիներ վաղուց։ Հենց գաղափարն է։ Միանշանակ համաձայն։ Շահույթով առաջնորդվելով ուրիշ բան կստանանք, բայց երկար կամքի դեպքում, այդ արտահայտությունն էլ ես եմ շատ սիրում, երկար կամքի դեպքում կլինի եւ նա, որովհետեւ անհնար է մի բանի չհավատաս ու չլինի, էլի։ Գիտեք, դա ինչից է կախված մեր մարդկային կոգնիտիվ կանխակալություններից։ Երբ որ ինչ որ բանի հավատում ես, ուղղակի սկսում է հերք